Զգուշ եղի այն մարդկանցից, ովքեր Աստվածաշունչն օգտագործում են քեզ մանիպուլացնելու համար։ Նրանք կասեն ներիր 70 անգամ 7, որպեսզի մնաս սխալ հարաբերությունների մեջ, բայց չեն հիշի, որ Հիսուսն իր աշակերտներին ասաց, եթե ձեզ չեն ընդունում, թափ տվեք ձեր ոտքերն ու հեռացեք այդտեղից։ Նրանք կասեն սերը ծածկում է բազմաթիվ մեղքեր, որպեսզի շարունակես հանդուրժել անհարգալից վերաբերմունքը, բայց չեն հիշի, որ Աստվածաշունչն ասում է վատ շփումները ավիրում են բարի գործերը։ Ոմանք Սուրբ Գիրքն օգտագործում են քեզ լռեցնելու, փոքրացնելու, իրենց անհարգալից վերաբերմունքը արդարացնելու համար։ Բայց հիշիր մի կարևոր բան՝ Սատանան էլ գիտի Սուրբ Գիրքը։ Երբ նա անապատում փորձում էր Հիսուսին, նա բացահայտ ստեր չէր խոսում։ Նա մեջբերում էր Սուրբ Գիրքը զուտ կոնտեքստից կտրված։ Եթե Սատանան փորձեց Աստծո խոսքն օգտագործել Աստծո որդուն մոլորեցնելու համար, ուրեմն հավատա մարդիկ էլ նույնը կարող անեն քո հետ։ Հա, ներելը քրիստոնյայի պարտականությունն է, բայց քո կյանքից ներս թողնելը այդ արտոնություն է, ոչ թե պարտավորություն։ Դու կարաս ամբողջ սրտով ներես մեկին, բայց որոշես, որ այդ մարդը էլ տեղ չունի քո շրջապատում։ Մի թող, որ որևէ մեկ Աստծո խոսքը օգտագործի քո սահմանները խախտելու կամ քեզ վնասելու համար։